Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ կրկին բոլորս ականատես եղանք Նիկոլի տղամարդ Լամիշ լինելու ուրեմն դերասանությանը։ Ազգային ժողովում շրջապատված իր ոհմակով եւ հարյուրավոր թիկնապաներով եւ ոստիկաններով Նիկոլան Հողը արձագանքելով падգամավոր Աննա Գրիգորյանի դիտարկմանը, որ առաջիններից մեկը ինքն է որպես ապացուցված փաստ օգտվել Միքայել Մինասյանի կողմից ծրարով փող ստանալուն, սկսեց ղժղժալ, ճղճղալ, դուրս տալ բառ օգտագործեց։ Նիկոլ, այդքան տղամարդ կաս, ոչ թե ազգային ժողովում տղամարդ Լամիշ արի կամ հայերի վրա ճվճվա, այլ ասենք մի անգամ որպես գոնե ինքնասիրություն ունեցող մարդ արձագանքի Ադրբեջանի բռնապետին, ով քեզ ծաղրում է, ով քեզ վիրավորում է անվանելով հարպեցող ծաղրացու, բայց դրան չէ, որ հարգելի հայրենակիցներ ուզում էի անդրադառնալ։ Ինձ համար ամենակարևոր թեման այս պահին հենց Նիկոլան Հողի այն ուրեմն զառանցանքներն են, որ դե հիմա իրանք օրինականացված թալանով են զբաղված, առելի քանակությամբ, առելի չափերի ուրեմն պարգևավճար են ստանում մեր բոլորիս հաշվին, պետական պարտքը ավելացնելու մեր հարկերի հաշվին, եւ դա բացատրում է նրանով, որ դե նախկինում Միքայել Մինասյանը ծրարով փողեր է տվել իբր թե նախարարներին, կառավարության անդամներին մի հատ փաստ չբերելով։ Կրկնում եմ, Նիկոլ Անհողը մուտիլովշիկ է, զրպարտիչ, մի հատ փաստ չբերեց իր ասացի վերաբերյալ։ Եվ նշեց, որ ինքը երբևիցե դրանից չի օգտվել։ Այնինչ, հարգելի հայրենակիցներ, ոչ թե Միքայել Մինասյանն է բացահայտել իր հայտնի խոհանոցային զրույցների ժամանակ, որ ժամանակին Նիկոլ Անհողին գումար է տրամադրել ծրարով կամ չեղարկել է այդ հայկական ժամանակ չծախված օրաթերթերի վերադարձը խմբագրություն եւ այդ բոլոր վնասների ինքն է փոխհատուցել տարբեր տվյալներով, որքան հիշում եմ 10 թե 15,000 ամերիկյան դոլար էր կազմում դա մեկ ամսվա կտրվածքով, դա եւ դա տևել է ըստ Միքայել Մինասյանի մի քանի տարի, այլ նշեմ, որ Միքայել Մինասյանի բացահայտումը ինձ համար նորություն չէր։ Նշեմ, որ 2017 թվականին իդեպ հատուկ արձագանք եմ սրան, որ ես այս մասին բազմաթիվ գրառումներ եմ արել նույն Միքայել Մինասյանի հայտարարություններից հետո, որ սա ինձ համար նորություն չէր, որտեղ Գյումրիում այդ մասին շատ վաղուց էին պատմում, դեռ մինչև Նիկոլի իշխանության գալը։ 2017 թվականի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, հարգելի հայրենակիցներ, Միքայել Մինասյանը շատ մեծ շահագրգռվածություն ուներ Գյումրիում տեղի ունեցող ուրեմն գործընթացների վերաբերյալ ազգային ժողովի ընտրությունների պահով, որովհետև ամեն ինչ անում էր, որպեսզի ազգային ժողովի падգամավոր ընտրվի իր մտերիմ ընկերը Արման Սահակյան, Սովրանոյի Արմանը։ Եվ այդ ժամանակ նրանք այդ թայֆան Միքայել Մինասյանի եւ Սովրանոյի Արմանի գրեթե ամբողջ այդ ժամանակաշրջանը նախընտրական եւ ընտրությունների ընթացքում Գյումրիում էին եւ քանի որ Գյումրին փոքր քաղաք է, մենք էլ բոլորս մեկս մյուսից գիտենք, այդ ժամանակ Գյումրիում ակտիվ տարածվեցին լուրեր, որ ոչ թե հարգելի հայրենակիցներ Միքայել Մինասյանն է տալիս այդ գումարները Նիկոլ Փաշինյանին, այլ հենց Սովրանոյի Արմանով նաեւ հայտնի այդ կրպակների, թերթի վաճառքի կրպակների սեփականատերն էր եւ այդ անպատվաբեր պարտավորությունը, որ ինքը պետք է հետ չվերադարձներ հայկական ժամանակ օրաթերթերը խմբագրություն նրանց եւ դրա դիմաց հետ չպահանջեր գումարներ, այլ ներկայացվում էր որպես թերթը վաճառվել է ամբողջությամբ եւ խմբագրությանը գումար էին տրամադրում դրա դիմաց եւ ինչպես ես նշեցի, ամսական 10-ից 15,000 ամերիկյան դոլար է դա կազմում է։ Դա ըստ Գյումրիում տարածված լուրերի ոչ թե Միքայել Մինասյանն է տվել, այլ Միքայել Մինասյանի մտերիմ ընկեր Սովրանոյի Արմանը։ Կրկնում եմ, սա ասեկոսեներ են եկել եւ խոսակցություններ դեռ 2017 թվականին։ Եվ շատ զարմանալի է, որ Նիկոլան Հողը իրեն ջայլանի տեղ դրած մտածում է, որ ոչ ոք այս ամեն ինչը չի հիշում եւ հիմա էլ սրբի թևերը
իր հետևը կպցրած փորձում է ներկայանալ, թե իբր թե նախկինների օրոք Միքայել Մինասյանը գումար է տվել միայն կառավարության անդամներին, կրկնում եմ, մի ապացույց չբերելով, բայց ինքն էլ որևիցե ձևաչափով չի օգտվել, այնինչ ես ինքս որպես սովորական քաղաքացի հավատում եմ, որ ինքը, ինչպես ինքն է նշում, Միշիկի կլիենտներից մեկն է եղել։